Այլ հայացք Թուրքիայի քաղաքական ճգնաժամին։ Արդեն շուրջ 2 շաբաթ է Թուրքիայում քաղաքական կրքերը չեն հանդարտվում։ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալությունից եւ կալանավորումից հետո բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել Թուրքիայի 55 նահանգում, այդ թվում խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում եւ Իզմիրում։ Ստամբուլի քաղաքապետ Ժողովրդի հանրապետական կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուն եւ նրա տասնյակ համախոհներ մեղադրվում են փաստաթղթերի կեղծման, կոռուպցիայի հանցավոր կազմակերպության ստեղծման եւ անգամ աբեկչական ճանաչված PKK-ի գործունեության աջակցելու համար։ Էքրեմ Իմամօղլուն իր քաղաքական կարիերան սկսել է 40 տարեկանում։ 2008-ին նա միացել է Ժողովրդի հանրապետական կուսակցությանը։ 2019 թվականին Իմամօղլուն հաղթեց Ստամբուլի քաղաքապետի ընտրությունում, վերջ դնելով Արդարություն եւ զարգացում կուսակցության 25-ամյա իշխանությանը Թուրքիայի ամենակարևոր քաղաքում։ Հատկանշական է, որ իշխանությունների պահանջով քվեարկության արդյունքների չեղարկումից հետո անցկացված նոր ընտրությունում եւս Իմամօղլուն հաղթանակ գրանցեց։ 2024 թվականի թիմ ընտրություններում ընդդիմությանը հաջողվեց հաղթել Թուրքիայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում։ Իմամօղլուն վերընտրվեց Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում։ Այդ հաղթանակը ցույց տվեց Թուրքիայում հանրային տրամադրությունների փոփոխությունը եւ լուրջ ահազանգ էր Էրդողանի թիմի համար։ Ստամբուլի վերահսկողությունն ունի բավական մեծ քաղաքական կարևորություն։ Այնտեղ է բնակվում Թուրքիայի ընդհանուր բնակչության ավելի քան 1/5-ը, շուրջ 15 միլիոն մարդ։ Այն առանցքային դերակատարում ունի Թուրքիայի տնտեսության, առևտրային, զբոսաշրջային եւ ֆինանսական սեկտորի համար։ Ստամբուլում իշխանությունը վերցնելն ունի նաեւ խորհրդանշական կարևորություն։ Անկամ Էրդողանը, որը նույնպես ժամանակին զբաղեցրել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը, քանիցս հայտարարել է, եթե հաղթում ես Ստամբուլում, հաղթում ես Թուրքիայում։ Իմամօղլուն նոր սերնդի քաղաքական գործիչ է, նա առաջնորդվում է Ժողովրդի հանրապետական կուսակցության աշխարհիկության սոցիալ-դեմոկրատական քեմալիստական սկզբունքներով։ Նա հանդես է գալիս միասնության, երկխոսության եւ սոցիալական բաժանարար գծերը հաղթահարելու դիրքերից։ Վերջին տարիներին նրա աջակցությունը մեծացել է նաեւ Թուրքիայի կրոնական եւ պահպանողական շրջանակներում։ Նախընտրական քարոզարշավների շրջանակում նա այցելում է նաեւ մզկիթներ, իսկ վերջերս էլ հայտարարեց Ստամբուլի հայտնի Քարաքոյ թաղամասի պատմական մզկիթի վերականգնման մասին։ 54-ամյա Էքրեմ Իմամօղլուն համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցներից մեկը։ Նա իր ձերբակալությունը որակել է սև բիծ Թուրքիայի ժողովրդավարության վրա եւ այն համարում է քաղաքական հետապնդում առաջիկա նախագահական ընտրապայքարից իրեն դուրս թողնելու նպատակով։ Չնայած Թուրքիայի նախագահի հերթական ընտրությանը դեռ 3 տարի կա, նախընտրական կրքերն արդեն եռում են։ Իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության ներկայացուցիչների խոսքով նախագահի պաշտոնի լավագույն թեկնածուն Ռեջեփ Էրդողանն է, որն այդ պաշտոնը զբաղեցնում է արդեն երկրորդ անգամ։ Գործող սահմանադրությամբ, սակայն նա չի կարող 2028 թվականին երրորդ անգամ անընդմեջ առաջադրվել։ Ըստ փորձագիտական շրջանակների, այս խնդիրը լուծելու համար իշխող ուժը առաջիկայում կարող է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ կամ էլ արտահերթ ընտրություն, ինչը Էրդողանին հնարավորություն կտա նորից հավակնել նախագահի պաշտոնի։ Առաջիկա ընտրություններում Էրդողանի գլխավոր հավանական մրցակիցը Էքրեմ Իմամօղլուն նախագահի պաշտոնը ստանձնելու հավակնություններ դրսևորել է դեռ 2023 թվականին։ Սակայն այդ շրջանում նրան մեղադրանք առաջադրվեց Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդի աշխատակիցներին վիրավորելու համար։ Իմամօղլուն դատապարտվեց 2 տարի 7 ամիս ազատազրկման, բացի դրանից նրան արգելվեց զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Իմամօղլուն բողոքարկել է վճիռը եւ գործը վերաքննիչ դատարանում է։ Ուշագրավ է, որ մարտի 19-ին Իմամօղլուի ձերբակալությունից ընդամենը մի քանի օր հետո նախատեսվում է Ժողովրդի հանրապետական կուսակցության նախնական ընտրությունը։ Պրայմերիզի միջոցով կուսակցության անդամները եւ համակիրները պետք է որոշեին նախագահական ընտրության իր թեկնածուին եւ Իմամօղլուն գլխավոր հավակնորդն էր։ Չնայած նրա կալանավորմանը եւ առաջադրված մեղադրանքներին մարտի 23-ին Ժողովրդի հանրապետական կուսակցությունը անցկացրեց նախնական ընտրությունը, որին մասնակցեց 15 միլիոն մարդ։ Կուսակցության նախագահ Օզգյուր Օզելի խոսքով մասնակիցներից 13 միլիոնն աջակցություն է հայտնել Իմամօղլուին եւ գլխավոր ընդդիմադիր ուժը հենց նրա թեկնածությունը կառաջադրի նախագահի պաշտոնի համար։ Հատկանշական է, որ Իմամօղլուի ձերբակալության նախօրեին Ստամբուլի համալսարանը հետ է կանչել նրա դիպլոմը։ Թուրքիայի սահմանադրության համաձայն նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ է ունենալ բարձրագույն կրթություն։ Իմամօղլուի փաստաբանները մտադիր են բողոքարկել այդ որոշումը սահմանադրական դատարանում եւ Միեդում։ Թե ինչ հանգուցալուծում կունենա Թուրքիայի քաղաքական այս ճգնաժամը դեռ վաղ է ասել։ Իմամօղլուի հետապնդումները հանգեցրել են Թուրքիայում վերջին 10 տարվա ընթացքում ամենազանգվածային բողոքի ակցիաներին, որոնք ուղեկցվում են ցուցարարների եւ ոստիկանության միջև բախումներով։ Ըստ պաշտոնական տվյալների, արդեն բերման է ենթարկվել մի քանի հազար մարդ։
Վերջին տասնամյակում Թուրքիայի պատմությունը ցույց է տվել, որ քաղաքական հետապնդումները հաճախ հակառակ ազդեցություն են ունենում, բարձրացնելով հետապնդվող գործիչների ժողովրդականությունը։ Իմամօղլուի շուրջ գործընթացները ևս կարող են զարգանալ այս օրինաչափությամբ, զգալիորեն մեծացնելով նրա քաղաքական կշիռը։ Միևնույն ժամանակ սա կարող է նպաստել ընդդիմության համախմբմանը։ Ժողովրդի հանրապետական եւ այլ ընդդիմադիր կուսակցություններ արդեն իսկ հանդես են եկել համախմբման եւ ժողովրդավարությունը պաշտպանելու կոչերով։ Իմամօղլուի ձերբակալությանը բացասաբար են արձագանքել նաեւ թուրքական ֆոնդային շուկաները։ Թուրքական լիրայի փոխարժեքը գրանցել է արժեզրկման նոր հակառեկորդ։ Ճգնաժամային իրավիճակի երկարաձգումը կարող է բացասաբար ազդել նաեւ օտարերկրյա ներդրումների վրա։ Երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի շարունակական վատթարացումը, 25%-ից բարձր ինֆլյացիան, գործազրկության աճը բացասաբար են ազդում Էրդողանի եւ Արդարություն ու զարգացում կուսակցության վարկանիշի վրա։ Ինչ վերաբերում է միջազգային արձագանքներին, ուշագրավ է, որ Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների արձագանքները զգալիորեն տարբերվում են։ Ֆրանսիան, Գերմանիան եւ այլ երկրներ հստակ դատապարտել են Իմամօղլուի հետապնդումը, դա որակելով որպես հարված Թուրքիայի ժողովրդավարությանը եւ եվրոինտեգրման գործընթացին։ Ամերիկյան կողմը բավարարվել է միայն ցույցերի եւ ձերբակալությունների հետ կապված մտահոգություն հայտնելով, զերծ մնալով հստակ գնահատականներից։ Չնայած բազմահազարանոց ակցիաներին հարկ են գծել, որ Թուրքիայի իշխանությունների կողմից իրավիճակը լիովին վերահսկելի է։ Իշխող ուժը բավական անզիջում դիրքորոշում է որդեգրել եւ քննադատությանը ենթարկում ընդդիմադիր ժողովրդի հանրապետական կուսակցությանը։ Վերջին ամիսներին Էրդողանին հաջողվել է զգալիորեն ամրապնդել իր դիրքերը, արձանագրելով մի շարք քաղաքական ձեռքբերումներ։ Սիրիայում Թուրքիայի գրանցած ռազմաքաղաքական հաջողություններն, այդ թվում անվտանգության գոտու ստեղծումը եւ տարածքային վերահսկողության ընդլայնումը զգալիորեն բարձրացրել են Էրդողանի վարկանիշը ազգայնական ընտրազանգվածի շրջանում։ Թուրքիայի հարավ-արևելյան շրջանում PKK-ի դեմ պայքարում գրանցած առաջընթացը եւ Սիրիայում քրդական ինքնավարության սահմանափակումը նույնպես նպաստում են Էրդողանի դիրքերի ամրապնդմանը։ Նախագահական ընտրություններին ընդառաջ Էրդողանը վստահաբար փորձելու է կապիտալիզացնել այդ հաջողությունները։